Բարի օր սիրելի հեռուստադիտող, այսօր պատրաստելու ենք յուրահատուկ փանքեյքեր, որոնք պատրաստելու ենք ջամով, իսկ մենք ընտրել ենք հատապտուղների ջամ եւ ընտրել ենք Saint Dalfour ֆրանսական ապրանքանիշի ջամը։ Այսօրվա մեր փանքեյքը հատուկ ձևով է պատրաստվելու, որովհետեւ իրան պատրաստելու ենք, հետո միջուկը ջամ ենք անելու, փակելու ենք, իսկ հետո նորեն ջամով ենք հյուրասիրելու։ Իսկ խմորի մեջ ես ոչ մի շաքար չեմ դնելու, քանի որ ընդհանրապես քաղցրությունը ջամից ենք ստանալու, իսկ ջամը ոչ մի շաքար չի պարունակում, այսինքն արհեստական ոչ մի շաքար չի պարունակում, իր քաղցրությունը ստացել ենք խաղողի հիմքով, երևակայեցեք։ Այսինքն, մի խոսքով, կատարյալ առողջարար փանքեյքեր ենք ուտելու այսօր։ Մի խոսքով, եթե ուզում եք սննդարար, կարող եք այսօրվա փանքեյքը անպայման պատրաստել, եւ եթե ուզում եք շատ սննդարար, օգտագործեք Saint Dalfour ֆրանսական ջամերը։ Այսօրվա պաղադրատոմսի համար մեզ պետք է 200-ից 300 գրամ ջամ, 3 բաժակ նշի կամ կոկոսի կաթ, 2 հատ բանան, մի քանի հատ ելակ եւ մի քանի հատ հապալաս, Գես բաժակ նուշ, մի բտղունց աղ, 1 թեյի կտալ baking powder կամ բխրեցուցիչ, 4 թեյի կտալ վանիլին, 4 թեյի կտալ դարչինի փոշի։ Ես օգտագործում եմ նշի կաթ, կարող եք նաև օգտագործել կոկոսի կաթ կամ նույնիսկ կարող եք բարձ կաթ օգտագործել, այսինքն կովի, բայց որովհետև ես մտածեցի, եթե մարդիկ ուզում են էսի բակի ժամանակ ուտել կամ կան վիգաններ, փուսակերներ, որ ուզում են ոչ մի կատնային մթերքով չպատրաստել, էսից էսի տարբերակ է։ Ավելացում եմ կաթը, ավելացնելու եմ վարսակի փաթիլները, Ուրեմն, ստեղ ունենք վանիլին, ստեղ ունենք բխրեցուցիչ եւ ստեղ ունենք դարչին։ Դե իհարկե մարանի գից ենք օգտագործում, հիմա սկզբում կբացեմ դարչինը։ Կարոտ կտալ դարչին, կարող եք եւ չի դնել, բայց ես անպայման փանքեյքի մեջ սիրում եմ այդ համը։ Վանիլինը նորեն քարորդ, որովհետև չենք ուզում շատ տենց համային առումով ջնշի, բայց իրան սենց ավելի թարմ համ է տալիս։ Նորեն քարորդ եւ բխրեցուցիչ։ Իսկ բխրեցուցիչը 1 թեյի կտալ։ Մի բտղունց աղ եւ let's blend it, այսինքն հարենք։ Ուպս։ Արդեն ունենք։ Ավելացնում եմ։ Ինչ լավն է հոտը։ Այդ բստիկ դարչինի ավելցնելը արդեն համ է տալիս իրականում։ Դե ինչ էսի ուղարկենք, ոնց ասեցի, ABC-ով լվանալու, իսկ մենք հետ կգանք, որպեսզի փանքեյքերը արդեն տխենք։ Բերում եմ այսպիսի դաբակ, ամենաբարձրի վրա եմ դնում, սպասում եմ տաքանա, իսկ ստեղ ջամս եմ պատրաստում, Yummy! Կարող ենք միանգամից իր մեջից օգտագործել եւ չնայած ինքը ամենահետաքրքիր աշխարհի ամենահետաքրքիր գտալները ունի, հատուկ իր համար ստեղծված, նայեցեք հասակը։ Սո ես իր հատուկ գտալով կանեմ։ Այսպես։ Դե ինձ սիրելիներս, խմորը արդեն պատրաստ է մեր, հետաքրքիր թանձր խմորը տենց պետք է լինի։ Սկզբում
տնելու եմ ու հետո ավելացնելու եմ միջուկը ջամ ու հետո փակելու եմ։ Շատ հետաքրքիր ձևով է պատրաստվում, արի նայենք։ Սենց փակում ենք ժամը կողքերից։ Ու շարունակում ենք։ Դե ինձ սիրելիներս, մեկ-մեկ ենք անում, որպեսզի կետրոն անանք, որովհետև ինքը միջուկով ենք անում, պարզ pancake չէ, որ ասենք, որ օրինակ մի քանի հատ շարենք անենք։ Այս նույնը կարող եք նույնիսկ մեջը դնել շոկոլադ կամ դուրմ եւ կտրելուց արդեն ինքը հալած շոկոլադ է իջնում, բայց ես ուզեցի ջամով պատրաստենք, որովհետև քանի որ ես պատրաստում եմ այսօր առողջարար, ուզում եմ եւ միջուկի քաղցրությունն ստանալ առողջարար ջամից, որը ստանում ենք Saint Dalfour ֆրանսական ջամի բրանդից։ Օպա։ Մի դետև սենց, մի դետև։ Այսպես ենք անում։ Անհամբեր եմ ուտեմ իրականում։ Այս համովությունը։ Հաջորդը։ Մեկ իջել։ Կլոր ենք անում։ Ջամը ավելացնում ենք։ Ու շարունակում ենք հաջորդ շերտը։ Դենց ենք անում, որ փակենք ջամը, ու հետո երբ որ շուռ տանք, ինքը արդեն ստանանք փակված մաս։ Տեսակ ես շատ չեմ փնանում, որպեսզի հետո որ շուռ տամ լինի։ Սպասում ենք լավ եփի ու շարունակում ենք։ Կարող ենք այստեղ պատրաստել մեր բանանները։ Կտրելու եմ բանանը։ Կեղվեմ։ Դե իհարկե ծայրերը մեր համար է։ Շարունակում եմ։ Բարակ շերտեր, որ հետո զարդարենք մեր pancake-երը։ Այսպես։ Մի հատ էլ ելակներն ենք կտրում, մինչև որ մեր pancake-ը դարձնենք մյուս կողմ։ Կիսում եմ։ Կարող եք որևէ մեկ ուրիշ միրգեր էլ իրականում դնել, բայց ես սիրում եմ միշտ pancake-ի հետ բերիների տեսակ, այսինքն հատապտուղների, եւ նամանավանդ որ մենք այսօր բերիների ջամ ենք օգտագործում, ես ուզում եմ տենց թեմայի մեջ լինեմ։ Կարող ենք երևի pancake-ը դարձնել։ Գնացինք։ Մեկ էջ ջասնում եմ։ Ու շարունակում ենք։ Հապալազներն էլ եմ կիսում, այսպես։ Կարող եք և չկիսել, բայց ես քանի որ վրան և մեջը ջամ ավելացում եմ ջամի տեսակ, ուզում եմ կողքնել այս ամեն ինչը համով հոտով ուտել։ Եվ ամեն բարակայի, օրինակ ստեղ տեսնում եք նուշի տեսակ եմ օգտագործում, կարող եք որևէ մեկ ընկույզի տեսակ օգտագործել, կարող եք հնդկական ընկույզ, որևէ մեկ ուրիշ տեսակ պիստակ, ես այսօր նուշ եմ ընտրել։ Այս էլ է պատրաստ և անցնում ենք մենք մեր հաջորդ pancake-ին։
Գնում ենք հաջորդը։ Ինքը որովհետև վարսակի պատիներով մի քիչ դժվար է ստացվում, դրա համար դենց է։ Ոչ թե եթե ուզում եք ալյուրով պատրաստել, ավելի հեշտ կլինի։ Այսինքն նույն պահաթաթոմսը կարող եք եւ ալյուրով պատրաստել։ Ավելացնում եմ։ Փակեցի ու արդեն գնում ենք առաջ։ Ստեղ մնաց մենք նուշերը կտրատենք, իսկ նուշերը ես սիրում եմ այսպես ուղղակի անսիմետրիկ կտրատել ու հետո ավելացնել մեր փանքեյքերի վրա։ Այսպես։ Եթե կան ձեր դուրը օրինակ նշի փաթիլներ, այդ էլ կարող եք օգտագործել կամ թերթիկներ, բայց եթե չունեք, էսի ամենալավ տարբերակն է։ Դե ինչ, քաղցրը պատրաստեցինք, բայց եթե նախաճաշեցինք, ապա պետք է մտածել ճաշի մասին։ Իսկ եթե ես օրինակ այդ առավոտը որ փանքեյք եմ անում, կմտածեի օրինակ կամ մանթի պատրաստել, կամ պատրաստել մածունով քուֆտե, կամ պատրաստել հավի տաու։ Այս երեքից մեկը կտրեի, երևի հավի տաուը կնեի։ Դե իհարկե զանգեզուրի հավով եմ պատրաստում, դուք գիտեք, որովհետև էկոլոգիապես մաքուր թռչնամթերք են եւ ես միշտ օգտագործում եմ ամենալավը։ Մի խոսքով, այդ chicken տաուի սանդվիչը գնեի կամ բրդուճը եւ հետո արդեն առավոտը այս breakfast-ը արել ենք կամ այս նախաճաշը, իսկ երեկոյան սուրճի հետ մի հատ կարելի է smile sweet-ից համովություն ուտել։ Ես այսօր չգիտեմ ինչ եմ ուտելու, քան որ լիքը նորություններ կան այստեղ, նույնիսկ կարծում եմ քաղցր նուշեր կան, եթե ճիշտ եմ տեսնում։ Իրականում ես այդ ընկույզիկներն եմ հավանում։ Մի խոսքով այսօր համովություններ ունենք, դուք էլ կարեք վայելեք։ Ահա, բնակը փերեցինք, հիմա շերտաշերտ մեր փանքեյքը գցենք, հետո կավելացնենք ջամը եւ իր կողքը կավելացենք այս համովությունները ու արդեն վուալա, կվայելենք այս համովությունը։ Եվ նուշը։ Իսկ հիմա ամենահետաքրքիր պահը։ Մի քիչ թողում ենք սենց կողքերից իջնե, որ ավելի լինի տենց այսպես ախորժելի։ Մի քիչ էլ ստեղից իջնե։ Եվ այսօրվա վարսակի փաթիներով եւ ջամով փանքեյքերը պատրաստ են։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի ախորժակ։ Դե ինչ սիրելիներս, ես արդեն անհամբեր եմ փորձեմ, ցած ցույց տվել եմ ոնց է պատրաստվում, դուք էլ կպատրաստեք, իսկ ես հիմա ուզում եմ վայելեմ։ Կարող եմ այսպես կտրել ու մեջի ջամը սկալ, մի քիչ էլ վրան ավելացնել։ Եվ ուտել։ Իրականում ջամը նման փանքեյքին համովություն ավելացրել, որովհետև փանքեյքի մեջ ոչ մի շաքար չեմ ավելացրել, այսինքն քաղցրություն։ Իսկ միակ քաղցրությունը ստացել ենք ջամից, որը արդեն ոնց ասեցի, բնական քաղցրություն է ու շատ համեղ։ Ես հիմա ուզում եմ ցես ցտեսություն ասեմ, որպեսզի վայելեմ, բայց առաջ որ ասեմ ցտեսություն չմոռանաք էսի ուտելուց հետո շատ ջուր խմել, մոտավոր
8 բաժակ օրական միշտ ջուր խմեք, իսկ եթե ուզում եք հարցնեք իմ կարծիքը ինչ ջուր խմեք, կարող եք սիլի ջուրերը խմել։ Ձեզ բարի խոժակ, վաղը հանդիպենք։